Խորհրդարանը քննարկեց դեղերի մասին օրենքում եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է խստացնել կեղծ ժամկետնանց, չգրանցված եւ անորակ դեղերի ոչնչացման գործընթացի վերահսկողությունը։ Վերահսկողական գործիքակազմի բացակայությունը հնարավորություն չի տալիս տեսչական մարմնին հավաստիանալու դեղերի ոչնչացման ամբողջական իրավիճակի վերաբերյալ, այսինքն փաստաթղթային ձևակերպումից հետո հնարավոր ռիսկեր են եղել եւ եղել են նախադեպեր, որ դեղերը հայտնվել են շուկայում եւ իրացվել են, որպեսզի բացառվեն նմանատիպ բոլոր դեպքերը։ Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով էլ նախատեսվում է օրինապահ հարկ վճարողների հավաստագիրը տրամադրել անժամկետ, ներդնել եռամսյակային մշտադիտարկման մեխանիզմ, նվազեցնել նման տնտեսվարողների ռիսկայնության գնահատականը եւ դրանց համար սահմանել անհատական սպասարկման համակարգ։ Հաջորդիվ քննարկվեց խաղամոլության դեմ պայքարին ուղղված հերթական նախաձեռնությունը։ Կառավարությունն առաջարկում է ինտերնետ շահումով խաղերի եւ չլիցենզավորված օնլայն խաղատների գործունեության նկատմամբ սահմանել նոր սահմանափակումներ։ Նախատեսվում է ստեղծել արգելափակվող կայքերի հատուկ ցանց, ուժեղացնել վճարահաշվարկային վերահսկողությունը եւ սահմանափակել խաղատների գովազդների թիրախավորումը Հայաստանի քաղաքացիների նկատմամբ։ Խորհրդարանն ընդդիմության բացակայությամբ քննարկեց եւ հաստատեց կառավարության 2025 թվականի պետբյուջեի կատարման հաշվետվությունը, փաստաթուղթ ընդունվեց միաձայն։ Դրան կողմ է քվեարկել 57 պատգամավոր։ Հաշվետվությունն ընդգրկում է 25 թվականի օրացույցային տարվա ընթացքում իրականացված մասնավորեցման եւ լուծարման գործարքների, մասնավորեցումից ստացված բյուջետային մուտքերի մասին տեղեկատվություն, ինչպես նաեւ մասնավորեցման արդյունքներ առանձին ընկերություններում կատարված ներդրումների եւ պրոֆիլի պահպանման վերաբերյալ։ Հաշվետու ժամանակահատվածում ընկերությունների լուծարման եւ մասնավորեցման գործընթացներ չի իրականացվել, իսկ նախորդ տարիների մասնավորեցումներից ստացված միջոցները կազմել են 8 միլիոն 100,000 դրամ։ 2025 թվականի ընթացքում 5 գնորդների կողմից ստանձնած պրոֆիլի պահպանման պարտավորությունները կատարվել են, իսկ 1 գնորդի ստանձնած պարտավորությունների չկատարման հետևանքով գործը ներկայացվել է դատարանին։ Եվս 1 գնորդի ստանձնած 25 տարվա ընթացքում պրոֆիլի պահպանման պարտավորության մեկնարկը կտրվի այս տարվա վերջ։ Հաշվետու ժամանակահատվածում Republic Plaza բազմաբաժնետիրական ընկերությունը ընդգրկվել, իսկ հավաքական թիմերի մարզական կենտրոն փակbaşնետիրական ընկերությունը հանվել է մասնավորեցման ծրագրից։ Քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի շրջանառությունը կանխելու նպատակով էլ կառավարությունն առաջարկում է խստացնել վարչական պատասխանատվությունը։ Նախագծով նախատեսվում է վերանայել տուգանքների չափերը, ներդնել արգելված առարկաների բռնագրավման մեխանիզմ եւ վարչական պատասխանատվություն սահմանել այն անձանց համար, որոնց մոտ խոզարկությունից հետո քրեակատարողական հիմնարկների տարածքում կհայտնաբերվեն արգելված իրեր։ Գործող կարգավորումների կիրառման փորձը ցույց է տալիս, որ ներկայում նախատեսված վարչական տուժերն ու դրանց չափերը բավարար չափով չեն ապահովում իրավախախտումների կանխարգելումը։ Գործնականում արձանագրվում են դեպքեր, երբ անձին անազատության մեջ պահվող անձանց փոխանցում կամ փոխանցելու փորձ են կատարում արգելված առարկաներ, վճարում են իրավախախտման համար նախատեսված համեմատաբար մեղմ տուգանքը եւ կրկին կատարում նույն իրավախախտումը։ Հարկային օրենսգրքում փոփոխությունների մյուս նախագիծն էլ միտված է հսկիչ դրամարկղային մեքենաների համակարգի հետագա թվայնացմանը։ Ընդլայնվելու է էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառության շրջանակը, իսկ կառավարությունը կսահմանի դրանց տեխնիկական ու գործառնական նոր պահանջները։ Օրենսդիրների ուշադրության կենտրոնում էին նաև քաղաքացիական եւ հանրային ծառայությանը վերաբերող փոփոխությունները։ Նախագծով առաջարկվում է փորձնակներին վճարելու հնարավորություն ստեղծել, նաև նրանց անցած փորձաշրջանը հաշվառել որպես հանրային ծառայության ստաժ։ Մեկ այլ նախագծով կառավարությունն առաջարկում է Լոռու, Սյունիքի եւ Վայոց-Ձորի մարզերում ձևավորել 3 նոր խոշորացված համայնքներ՝ Ստեփանավան, Գորիս եւ Եղեգնաձոր։ Փոփոխությունների արդյունքում Հայաստանի համայնքների թիվը 70-ից կնվազի 64-ի։ Չեն միավորվել Երևանը, Գյումրին եւ ազգային փոքրամասնություններով բնակեցված 5 համայնքներ։ Քննարկման առարկա է դարձել նաեւ պատգամավոր Գեգամ Նազարյանի նախաձեռնությունը, ըստ որի առաջարկվում է վերանայել պետական տոնացույցը, փոխարինել կինոյի օրվա ամսաթիվը, հստակոր սահմանել քաղաքացու օրվա համար պետական տոնացույցում ներառել Նավասարդի օրը եւ քննարկել մեռելոց օրերի կարգավիճակի հարցը։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։